Ողջունեմ ձեզ, մեր փրկին Տեր Հիսուսյանով, սիրելի եղբայրներ, քույրեր, ուր որալ գտնվիք, թող Աստծո շնորհքը հանգչի ձեր բոլորին վրա։ Եվ գաղութեմ, գմախտեմ, որ այս սերդողությունները մեծ օրհնություն դառնան, ձեր հոգևոր աճման նպաստեն եւ առողջ մտքեր ունենաք աստվածային ճշմարտություններու առնչությամբ։ Ճիշտ այդ նպատակով մենք Աստծո խոսքը կսերդենք, որբեսի մեր հավատքը ամուր հիմերու վրա գառուցենք եւ մեր կյանքը բդղապեր դառնալով երրորդությունը փառավորենք։ Այսօր կշարունակենք Տերոջը շնորհքով առաջին Թեսաղոնիկեցված նամակին, ուրեմն երկրորդ գլուխն ենք, 10-րդ համարեն պիտի շարունակենք։ Համար 10-ը Արաքյալը կշարունակե Աստուծո ծառային ունեցած հատկությունները մինչ ինքը գծարայե։ Ուրեմն 10-րդ համարը գարտանք, գսե դուք վգայեք եւ Աստվածալ, թե ինչպես սրբությունով ու արդարությունով եւ անարադությունով վարվեցանք ցեզի հետ, որ հավատացիք։ Այստեղ 3 թրական հատկություններ եւս գիշե Արաքյալը զոր Աստծո ծառան ունենալու է։ Գսե առաջին սրբությունով, երկրորդ արդարությունով, երրորդ անարադությունով։ Ուրեմն առաջին սրբությունով ասիկա գագնարգե Արաքյալին եւ Աստուծո միջև եղած հարաբերությունը։ Այս հարաբերությունը զոր մշակած էր Բողոս իր դերոջի հետ, ցայդուն էր, բոլորն ալ գտեսնեին իր շուրջինները եւ վստահությամբ գսե դուք վգայեք, ինչպես նաեւ Աստված վգայ է։ Մարդիկ սիրելներ տեսնելու են, որ մեր հարաբերությունը Աստուծո հետ սրբությամբ է եւ գիտնան թե Աստուծո ծառան Սուրբ Աստուծո առաջնորդությամբ կգործե։ Երկրորդը արդարությունով գսե։ Այս ալգագնարգե իր եւ իր շուրջը գտնվող մարդոց հետ հարաբերության։ Ան աչարություն չերներ Պողոս Արաքյալ։ Երբ դժվարությունը ձակեր երկու հավատացյալներու միջև, բոլորին հետ արդարությամբ գվարվեր։ Եվ այս հեշտ չէ։ Իր նամակներու մեջ հստակ է Պողոս Արաքյալին այս թիրքը, անոր համար իր հավատացածը գուսուցանե եւ գաբրեր։ Մանավանդ Աստծո ծառային համար հեշտ չէ, որ գործե հավատացյալներու մեջ, որ առանց աչարությամբ գործե։ Երբ երկու հավատացյալներու միջև դժվարություն բծակի, ու անոնց մեկը եկեղեցվո հովիվի մտերիմն է, կամ ազգականը եւ հանցավորն անե, ու գսե մեր թադը վարե, այստեղ Աստծո ծառան արդարությամբ պետք է թադողություն եւ թիդողություն գդարե ու ճշմարտությունը պաշտպանե։ Հովիվը պիտի հոժարի իր մտերիմը կամ ազգականը հանցավոր ներկայացնել։ Բողոս արդարությամբ կվարվեր։ Քրիստոնեական կյանքը չենք կրնար մասերու բաժնել սիրելիներ, այն իմաստով, որ Աստուծո հետ կյանքը մարդոց հետ ուրիշ կյանքը։ Ինչ որ ենք Աստուծո առջև, նույնը ըլլալու ենք նաև մարդոց առջև։ Երբ մեր սիրտը ուղիղ է Աստուծո հետ, ուղիղ գլա նաև մարդոց հետ։ Բնական երևույթ է տեսնել աշխարհի զանազան գազագերբություններու, հաստատություններու, ակումբներու մեջ աչարությունը ու մարդոց անարդար վարմունքը, սակայն եկեղեցի մեջ Աստուծո ծառաներուն հատկապես ու բոլոր հավատացյալներու մեջ ընդհանրապես բնական չէ անարդարությունը, գողմնակցությունները եւ ճշմարտությունը խեղաթյուրելը։ Դժբախտաբար բնավորությամբ բռնակալ հովիվներ ունին այս հատկությունը, աչարություն գնեն։ Անոնք աչարություն գնեն եւ իրենց մտերիմին կամ ազգականին սխալը գծածկեն, ասելով ասիկա իմ մարդս է։ Ինչպես քաղաքական կետնի վրա այս երևույթը ցայդուն է,
Դժբախտաբար նույնպես կրոնական կետնի վրա այս երևույթը անուրանալի է եւ այս բանը Աստուծո անունը գարադավոր է եւ սատանան գուրախացնե ճշմարիտ Աստծո ծառան գովնակցություն պետք չէ արդարությամբ պետք է վարվի իսկ երրորդ որ գարտացինք 10-րդ համարի մեջ թուք վգայեք եւ ասվածալ թե ինչպես սրբությունով ու արդարությունով եւ անարադությունով վարվեցանք ցեզի ուրեմն երկրորդը անարադությունն է անարադություն երրորդը այսալ գագնարգե անցնական ներքին հոգեվոր կյանքը եւ հավատարմությունը Աստուծո հետ ահավասիկ ճշմարիտ Աստծո ծառամը որ առաջ մոլերանտ ավանտաբաշ դարսոնցի սողոս կգոչվեր սակայն հիմա ան դերոջը գծարայե սրբությունով արդարությունով ու անարադությունով եւ իր մտքի մեջ միայն Աստուծո փառքը բերելու ծրագիրներ գմշագեր Գարելի է որ Աստված անդարբեր գտնվի ու չորհնե այսպեսի ծառամը անգարելի է դեր խոստում ունի զիս փարավորողները պիտի փարավորեմ գսե այնպես որ երբ Աստուծո ծառա Աստուծո ուզածը կգադարե արդարությամբ գվարվի անարադությունով գվարվի այնպես որ Աստված պիտի փարավորվի 11-ին 12 համարներն ալգարտանք Արաքյալը գսե ինչպես գիտեգալ որ ցեզմե ամեն մեկը ինչպես հայրը իր որդիները այնպես գողորթորեինք ու գմխիթարեինք եւ վգայություն գտնեինք որբեսի դուք Աստուծո վայելածին բես քալեք որ ցեզ իր թակավորությանը ու փառքին գանչեց Այս հատվածի մեջ Արաքյալը գշարունակե խոսիլ Աստուծո ծառային գդարած կորձերու մասին Ան Թեսաղոնիկեի նորահավատներուն հոգևոր հայրն էր որոնք ծնան ավետարանին միջոցով երբ անոնք հավատք ընծայեցին իրենց լսած բարի լուրին Այստեղ Արաքյալը ինքզին որպես հայր կներկայացնե որ իր բարդականության քիդագից է ու գծարայե Գսե հոր մբես գողորթորեինք ու գմխիթարեինք եւ վգայություն գտնեինք Ինչու համար այս բոլորը որբեսի անոնք Աստուծո վայելածին բես քալեին այսինքն ինչպես որ Աստված կուզե Թեսաղոնիկեցիք առաջ որ քրիստոնեությունը ընդունին հեթանոս ըլլալով աստվածներու գբաշտեին Զանազան աստվածներ գային ու իրենց նշանապաններ աստվածներուն վայել ապրիլ ինչ որ իրենց աստվածները գախորժեին այդպես վարվեին Հիմա որ ճշմարիտ Աստծո դարձան Արաքյալը գսե Աստուծո վայելածին բես քալեք Աստուծո վայելածին բես Բողոս նույն միտք ունենալով Ուրիշ նամակներու մեջ եւս գկրե Դերոջը վայել գերբով քալեք Գողոսացիս 1:10 Ձեր գոչումին վայել գերբով քալեք Եփեսացիս 4:1 Իսկ Փիլիպեցիս 1:27 գսե Քրիստոսի ավետարանին վայել քալեք Քրիստոնեությունը սիրելիներ շարքը հավատալիքներու արդասանությունը չէ Ոչալ դեսությունը, այլ կյանք է։ Մեր հավատացածը կյանքով ցույց կտանք։ Ճշմարիտ Աստծո ծառան իր քարոզածը գաբրի եւ ոչ թե փեմեն գքարոզե սիրո մասին եւ ինք սեր չունի սրդի մեջ։ Գսիրե միայն անոնք, որ իրեն նման գահավատան։ Մորնալով թե ինքնալ թերություններով ու սխալներով լեցուն անցմնե Շարունակելով Արաքյալը գսե որ ցեզ իր թակավորությանը եւ փառքին գանչեց Թակավորությանը ըսելով ըսել գուզե որ դուք առանցին չեք
ցեզի հետ ուրիշներ ալգան Աստծո թագավորության մեջ։ Ինչպեսի թագավորություն մնե, որու գանչվեցակ։ Այս ուղղությամբ երկու ճշմարտություններ գուքան զուգահեռ։ Առաջինը այս երկրի վրա Քրիստոսի հիմնած հոգևոր թագավորությունն է։ Այս թագավորության մեջ Քրիստոսի խաղաղությունը գվայելենք, ուրախ եւ ապահով ենք, քանզի խաղաղության իշխանը մեր սրդի մեջ կթագավորե։ Հիսուսը լսավ Աստծո թագավորությունը ծեր ներսիտին է, Ղուկաս 17:21։ Այս հոգևոր թագավորության պատկանողներ կգոչվին ու կջանցվին 5 անուններով Աստծո առջև։ Առաջին սուրբեր, երկրորդ քրիստոնյաներ, երրորդ աշակերտներ, չորրորդ հավատացյալներ, հինգերորդ եղբայրներ եւ քույրեր։ Իսկ երկրորդը հավիտենականության մեջ եղող թագավորությունը, երբ Աստված ամեն բան Քրիստոսի հնազանդեցնե, ինչպես առաքյալն ալգսե առաջին Կորինթացոց 15-րդ գլուխի մեջ 24-ին 25 գարտամ գսե ասկե յետև գուքա վախճանը, երբ թագավորությունը պիտի դա Աստուծո ու հորը ցերկը, երբ խափանե ամեն իշխանությունը եւ ամեն պետությունը ու զորությունը, վասնզի անոր պետք է թագավորություն անել, մինչև բոլոր թշնամիները իր ոտքերուն տակ տնե։ Հոն թագավորության որդիները անաբագանացու մարմիններով Քրիստոսի հետ պիտի թագավորեն։ Ներկայիս աբագանացու մարմինով երկրի վրա Քրիստոսի հետ չենք թագավորեր, ինչպես կուսուցանեն մոլար վարդապետները։ Հիմա մենք Քրիստոսի սիրույն խաչ կգրենք, գարտացեք Մատթեոս 16-րդ գլուխը։ Ներկայիս Քրիստոսի սիրույն գծաղրվինք, գնախատվինք, գահալածվինք ու մինչև իսկ գնահատակվինք։ Արադությամբ մեջ ապրող հանգստավետ երկիրներու մեջ ապրող հավատացյալներ երբեք իրենց մտքերեն չեն անցներ, որ այնպեսի երկիրներ կան, ուր իրենց նման հավատագիցները գծաղրվին, գսպաննվին, գնախատվին եւ գնահատակվին։ Այնպես որ ճշմարտություն է, որ մեր նման հավատացյալներ իրենց հավատքին համար գնահատակվին։ Հիմա մենք Քրիստոսի հետ հոս չենք թագավորեր։ Հիսուս մեր սրդերու մեջ կթագավորե եւ Սուրբ Հոգուի զորությունով խաչ կրելով անոր փառքին համար գաբրինք ու գծարայենք։ Ճշմարտություն է, որ փարավորյալ մարմիններով հավիտենական թագավորության մեջ ըլլալու համար նախ այս երկրի վրա միջ գաբրինք ֆիզիկապես Քրիստոսի թագավորությունը անոր դերությունը ընդունելու ենք մեր սրդի մեջ։ Այսպես անոր հիմնած հոգևոր թագավորության մեջ գլանք եւ ուր որ է մեր թագավորը հոն պիտի ըլլանք նաեւ մենք եւ բոլոր անոր ծառայողները հավիտենապես։ Այնպես որ դերը դա որ այս թագավորության մեջ հավատարիմ մնանք Հիսուսի համար ապրիլը հոժարինք։ Դերը գամի կալ ուրբաթ պիտի շարունակենք մեր սերդողությունը, փառք ունենք, որ մեր նման փյուրավորներ Քրիստոսի հիմնած թագավորության մեջ են։ Հիմա հոս երկրի վրա հոգևոր թագավորության մեջ մեր փրկին ներկայությունը, մխիթարիչին Սուրբ Հոգի ներկայությունը, անոր առաջնորդությունը գվայելենք եւ հոժարինք, որ Աստուծո ավետարանին վայել գերբով վարվինք եւ այսպեսով դերը փառավորվի մեր կյանքերու մեջ։ Դերը գամի պիտի շարունակենք կալ ուրբաթ հիշյալ համարներեն։ Ուրեմն ինչպես որ գարտացինք 1 եւ 12 համարներեն պիտի շարունակենք։ Թող Աստծո խաղաղությունը ձեր բոլորին հետ լա եւ ձեզ զորացնե մինչ Քրիստոսի հիմնած թագավորության մեջ գաբրիկ եւ գծարայեք եւ որպես հովիվներ աչարություն չնենք Քրիստոսի հիմնած եկեղեցի մեջ, ովևէ դեղական եկեղեցի մեջ երբ գծարայենք,
աչառություն չունենք, հաբա անարադությունով վարվենք, նաև սրբությունով եւ արդարությունով, որբեսի Աստված օրհնե մեր եկեղեցիները եւ իր անունը փառավորվի։ Իր փառքին համար ամեն